Բարի օր սիրելի հայրենակից, այսօր չորեքշաբթի է եւ եթերում իրական լուրերի վերջին թողարկումն է ընտրություններին ընդառաջ։ Այս թողարկումն ամբողջովին նվիրված է ընտրություններին, դրան մասնակցել պատրաստվող ուժերին, նրանց քարոզարշավին, գլխավոր ասելիքին, ինչպես նաեւ քարոզարշավի արդյունքում տեղի ունեցած իրադարձություններին։ ԱԺ ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած բոլորին դեմ եմ կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկայացրել, ցուցակի 87 տեխնացուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել։ Հրապարակի հետ զրույցում կուսակցության ընտրական ցուցակի 5-րդ համար Միքայել Նահապետյանը ավելի վաղ հայտնել էր, որ այս process-ում մարդկանց падգամավոր դառնալը չէ, որ հետաքրքրում է։ Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ կոնկրետ խնդիր ենք լուծում, մեր ցուցակի անդամները մեր առաջ քաշած ռեֆորմները կյանքի կոչելու ճանապարհին կոնկրետ ֆունկցիա ունեն։ ԱԺ անցնելու դեպքում քվեարկել մեր առաջ քաշած 3 օրենքների փոփոխությանը, ապահովելով արտահերթ ընտրությունների նշանակումը։ Նշենք, որ քաղաքական ուժերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախընտրական ցուցակ ներկայացնելիս պետք է ցուցակում ներառված ունենան նվազագույնը 80 տեխնացու, իսկ առավելագույնը 300, սակայն քաղաքական ուժի գրանցումից հետո այլևս էական չէ, թե քանի տեխնացու ինքնաբացարկ կհայտնի։ Այսինքն ինքնաբացարկները հիմք չեն կարող լինել, որ քաղաքական ուժի գրանցումը անվավեր ճանաչվի։ Մի քանի նախընտրական դիտարկումներ Անուշ Սեթրակյանի կողմից։ Իհարկե ես չեմ կարող լինելով մի դաշինքի ցուցակներում առավելագույնս օբյեկտիվ լինել, քանի որ իրոք համարում եմ, որ Արման Թոթոյանը լավագույն լուծումն է հենց Հայաստանը ավիրող կառավարման ճգնաժամի վերացման համար, քանզի մեր պետության գոյաբանական ճգնաժամը մի 80%-ով ապաշնոր կառավարման արդյունք է։ Դրա համար փորձեմ քննարկել նախընտրական այլ խոսույթներ։ Առաջին, իշխանական քարոզարշավի հակառուսական դեպքը, իբր թե, այս պահի գերագույն սուտը։ ՔՊ-ն իր հաստատման օրից եւ Զախարովայի ողջույններից սկսած չի տեղավորվել արևմտամետ գաղափարախոսության շրջանակներում, առավել եւս ընդգծել է իր պրոռուսական կողմնորոշումը, տարակուսանքի մեջ գցելով պասպորտով պրոռուսական ուժերին, ովքեր ցայսօր դավաճանված եւ գծված են զգում Մոսկվայի կողմից։ Իդեպ այս ընտրություններում էլ թող հույս չունենան, Մոսկվայի ընտրությունը Նիկոլն է, իսկ ընդդիմությունը ընդամենը Դագանակ է Նիկոլի գլխին։ Այդ ընտրության ստվերային գործոնը Մոսկվա-Անկարա գաղտնի, բայց հասկանալի պայմանավորվածություններն են, որտեղ Մոսկվան գնալով թուլանում է, իսկ Անկարան ուժեղանում։ Եթե Մոսկվան կառավարում է պրոռուսական ընդդիմության գործունեությունն ու ակտիվությունը, որը խիստ չափավոր է ու կարծես ձևական, ապա Անկարան կարտ բլանշ է տալիս հենց ՔՓ-ին։ Ինչու է դրան նպաստում Եվրոպան, որովհետև եվրոպական ընտրությունը Մոսկվայի կողմը չէ, դա մեկ։ Երկրորդը, եվրոպացիները երբեք չեն հասկանա էթնիկ անհանդուրժողականության խնդիրը 21-րդ դարում, ճաքեք մեջտեղից իրենց թվում է, որ դա հնացած մտածողություն է, իսկ մեծը Նիկոլը եկել է այդ խոսույթը ջարդելու։ Այստեղ Ադրբեջանը, Թուրքիան եւ ՀՀ իշխանությունները գործում են լրիվ համահունչ, աշխարհին ներկայացնելով հայկական ռևանշիզմի, հայկական թշնամանքի, հայկական անհանդուրժողականության տեսլականը։ Թեբա պատերազմի եռագլուխ կուսակցությունը։ Այս կոնտեքստում առավել խնդալու է Սամվել Կարապետյանի ագենտ լինելու լուրը Եզրաս ականջդ կանչի։ Առաջինը հայ հասարակության պրոռուսական սեգմենտը կմարսի ցանկացած ՖՍԲ ագենտուրա, ինչպես ԿՊԱ-ական մոլերանտները կմարսեն ամեն օմեգա։ Ուղղակի մի հարց է առաջանում. ինչ իմաստ ունի հավաքագրել մեկին, որի ողջ ունեցվածքը, ընտանիքը, կյանքը գտնվում են Մոսկվայի ձեռքում, բայց միգուցե ՖՍԲ-ն պարապ է եւ իբրև գործակալ հավաքագրում է մեկին, որ այսպես թե այնպես իրահոժար կկատարի ցանկացած հրաման։ Ինչևէ, գնում է վեկտորների պայքար, բայց դրա դեմ իրոք ելք կա, որի մասին հաջորդիվ։ Ձայնս իսպար խզված է, բայց ես ձայնազուրկ չեմ։ Հետո կքննարկենք ընդդիմության միավորման տեսլականը, խոստացել է Անուշ Սեթրակյանը։ ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել, գրում է ՖԲ օգտատեր Հովհաննես Իշխանյանը։ Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել։ Արմենը վնասել էր ՔՊ-ի քարոզչական պաստառը, որը առավելագույնը կարող է դիտվել վարչական իրավախախտում, ամենածանր պատիժը 100,000 դրամ տուգանք։ Պաստառ վնասելու համար քրեական հոդվածով են ահաբեկել Արմենին, թե իբր խոչընդոտել է քարոզին։ Սա արել են, որ մյուս քաղաքացիներին էլ ահաբեկեն, որ 5,000 հոգու խաբելով կոտորած 150,000-ին էթնիկ զտած սահմանադրախախտի ռոժը չփոկեն։ Արմենին ձերբակալել են, հետո տարել հոգեբուժարան։ Հոգեբուժարանում կախվել է։ 5,000 գումարած 1, գումարած 1, գումարած 1, գումարած 1։ Սա է ահաբեկիչների վերարտադրման սխեման։ Դավաճանը պիտի պաստառ չունենար Հայաստանում, ուր մնաց պաստառի համար մարդ սպանեին։ Հիբրիդային պատերազմ չէ, հիբրիդային սպանդ է Հայաստանի դեմ։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական միջոցառման ժամանակ Երևանի Արաբկիր վարչական շրջանում հարձակվել է իրեն քննադատող կնոջ վրա, ով նրան մեղադրել է իր հայրենիքը խլելու, հայերի մի ամբողջ սերունդ կործանելու եւ Արցախը դավաճանելու մեջ։ Կինը բժշկական գիտությունների թեկնածու, փորձառու եւ վաստակաշատ մանկաբարձ գինեկոլոգ Արփինե Ռուդոլֆի Սողոյանն էր։
Երկինը փորձել է հեռանալ, Փաշինյանը բռնել է նրա ձեռքը եւ քաշել։ Ռոբը, միրոպե, արի միրոպե մի գնա, Ռոբը Սերջը, եւ մյուսները, ովքեր, միրոպե, հանգիստ, լսեցի դուք։ Դրանից հետո Փաշինյանը սպառնալիքներ եւ վիրավորանքներ է հնչեցրել իր քաղաքական ընդդիմախոսների եւ Ղարաբաղյան акցենտով մարդկանց հասցեին, նրանց անվանելով փախած լակոտներ, վախկոտներ եւ դավաճաններ, մեղադրելով մարտի դաշտից փախչելու եւ հայ զինվորներին միայնակ թողնելու մեջ։ Եվ ես ասում եմ, մենք Ղարաբաղի акցենտով մասկավորվածները, որ բան են տարածում վիդեոն, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեթները, հանեք ձեր մասկեթ, այս տահակներ, այդ փախածներ, այ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ Ղարաբաղի акցենտով մասկեքով վիդեո են տարածում, ասում ենք դուք վախկոտ համբալներ եք, ովքեր փախել եք մարտադաշտից, հանեք ձեր մասկեքը, Ռոբի լակոտներ, Սերջի լակոտներ, Գագոյի լակոտներ, չոքցնելու եմ սաղիկ, հատ մասկեքները կոխելու եմ համապատասխան տեղերը։ Վարչապետ Փաշինյանին քարոզարշավի ընթացքում մոտեցել եւ Արցախի կարգավիճակի, բանակցային գործընթացի, ինչպես նաեւ Արցախի նախկին իշխանություններին Հայաստանի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ հարցեր էր ուղղել Արթուր Օսիպյանը։ Օսիպյանը պնդել էր, որ հրապարակված բանակցային փաստաթղթերում չկա որևէ ձևակերպում, ըստ որի Արցախի հարցը պետք է լուծվեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Բանավեճի ընթացքում Օսիպյանը նաև մեղադրել է ՀՀ իշխանություններին Արցախի նախկին ղեկավարների Բակո Սահակյանի եւ Արայիկ Հարությունյանի ղեկավարած համակարգին ֆինանսավորելու մեջ։ Նրա խոսքով Հայաստանից փոխանցված միլիարդավոր դրամները գնացել են կլանի գրպանները, մինչդեռ Արցախում ընդդիմադիր խմբերը պայքարում էին այդ համակարգի դեմ։ Ռադդ քաշի, համբալի մենք, հանգիստ, վերաթարգի, այս Ղարաբաղի պսևդոելիտաները ռադելն են ստեղից գնար ընդհանրապես։ Գնար զոհվել մեր երեխեքի տեղը, Արթուր Օսիպյանն եմ, Փալանչյանն ասումն էր, դուք ես կենթանի, դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին ես խոսում, այդ կական, ինչի ես կենթանի, պատերազմը սկսել է 50 կիլոմետրանոց ավտոշարասյուն ա եղել, 50 կիլոմետրանոց ավտոշարասյուն, եկել եք 5000 զոհ եք ասում, դուք ինչի եք կենթանի, որ մի հատ էլ եկել եք 50000 զոհ ասում, դուք ինչի եք զոհերի մեջ չեք արա, սպտոնները դուշ չգա, ես լուրջ եմ ասում ամեն չափուս ամանուն, վեր ընգեք տեղներըդ, ներվերներից հետ մի խաղացեք, վեր ընգեք տեղներըդ։ Միջադեպից հետո Արթուր Օսիպյանը ձերբակալվել է, ավելի ուշ Օսիպյանը հացադուլ է հայտարարել։ Երբ լուր տարածվեց, որ ձերբակալված արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել կալանավայրում, ես հասկացա, որ իրավիճակը շատ լուրջ շրջադարձ է ստանում, իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։ Հայաստանում քչերը գիտեն, թե ով է Արթուր Օսիպյանը, ուստի ես ցանկացա նրանց բացատրել, թե ինչ է նշանակում Օսիպյանի միջադեպը Նիկոլ Փաշինյանի հետ։ Պատահական չէր, որ Փաշինյանը պայթեց փողոցային միջադեպի ժամանակ, անսպասելիորեն լսելով, թե ինչպես է Արթուր Օսիպյանը արտաբերում որոշակի խոսքեր, որոնք միայն նա էր հասկանում։ Հետագա բանավոր հիստերիան եւ ձերբակալությունը պարզապես Փաշինյանի հայտնության արդյունքն էին։ Անկասկած Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի է խճճվում իր սեփական ֆանտազիաների մեջ։ Առնվազն նկատելի է, որ նրա համար ավելի ու ավելի դժվար է դասակարգել որոշ քաղաքացիների, ովքեր համաձայն չեն իր հետ որպես իրական Հայաստանի եւ խաղաղության թշնամիներ։ Թշնամիներ գտնելու պարզ քարոզչական սխեման նախկին Ղարաբաղյան կլան եւ պակ գործակալներ կամ ավելի պարզ ասած կոռումպացված ռուս գործակալներ սկսում է խափանվել։ Պատահեց այնպես, որ այս անգամ ճակատագիրը Փաշինյանին դեմ արդեն բերեց մի անձի հետ, որը չէր կարող տեղավորվել այս սխեմայի մեջ։ Արդյունքում Արթուր Օսիպյանը հրապարակավ մեղադրեց Փաշինյանին, որ Հայաստանի վարչապետ ընտրվելուց ի վեր նա ընտրել է Արցախում Ղարաբաղյան կլանի հետ համագործակցությունը, որն ուղեկցվել է լայնածավալ ֆինանսական խարդախությամբ եւ հակապետական գործունեությամբ։ Փաշինյանին մեղադրեցին անձամբ ընտրություն կատարելու մեջ Արցախի ժողովրդի եւ նրա կոռումպացված էլիտայի միջև, կանխելով վերջինիս իշխանությունից հեռացումը 2020 թվականի համապետական ընտրությունների ժամանակ։ Սա մասամբ արվել է Արայիկ Հարությունյանի գլխավորած Արցախի կոռումպացված էլիտային տրամադրված զանգվածային ֆինանսական աջակցության միջոցով։ Բնական է, որ Փաշինյանը կորցրեց իր ինքնատիրապետումը եւ սրտանց ճիչ արձակեց, ինչու չմահացար պատերազմում։ Եվ դա պետք է բոլորի համար պարզ լինի, որ Արթուր Օսիպյանի այսօրվա ձերբակալությունը սովորական երևույթ չէ։ Սա փորձ է հաշիվ մաքրելու այն մարդու հետ, ով համարձակվել է բացահայտել Հայաստանի վարչապետի քաղաքականության գաղտնիքը
որը հիմք հանդիսացավ Արցախի հետագա ոչնչացման համար։ Այստեղ արժե քննարկել իրավիճակի նրբությունները։ Ես ինքս ականատես եմ եղել եւ մասնակցել եմ 2020-2022 թվականներին Արցախում տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների, մասնավորապես 2020 թվականի համապետական ընտրությունների ժամանակ։ Հեգնանքն այն է, որ ինձ քրեական մեղադրանք առաջադրեց նաեւ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա կարծում էր, որ ես իմ վերլուծական հոդվածներով վարկաբեկում եմ իրեն։ Եվ նույն կերպ այս ամբողջ հետապնդումն ու դատավարությունը ուղեկցվում էին սորոսականների եւ Արցախի թշնամիների մասին քարոզչական կարգախոսներով։ Իհարկե, ես չհաշտվեցի այս անարգանքի հետ եւ պայքարեցի այնքան, որքան կարող էի։ Այնուհետեւ Արայիկը ժամանակին հանձնվեց եւ հետ վերցրեց իր հայցը։ Այսպիսով այս աշխարհում ոչ մի նոր բան չկա։ Հենց այդ ժամանակներից է, որ ես մոտիկից ծանոթացա Արթուր Օսիպյանի հետ եւ լավ եմ ճանաչում նրան որպես հասարակական եւ քաղաքական գործիչ։ Հետեւաբար կարող եմ ինձ թույլ տալ քննարկել Արթուր Օսիպյանի այսօրվա վիճակի լրջությունը։ Եվ որպեսզի այն լինի կարճ եւ չափազանց չծանրաբեռնող, կփորձեմ դա անել որքան հնարավոր է փոխաբերական իմաստով։ Քանի որ Արթուր Օսիպյանը քիչ է հայտնի հայ հանրությանը, ես կցանկանայի նրան համեմատել հետխորհրդային տարածքում ավելի հայտնի գործչի Ալեքսեյ Նավալնիի հետ։ Ինչպես այդ ռուս գործիչը, որը ողբերգորեն մահացավ բանտում, Արթուր Օսիպյանը նույնպես սկսեց իր գործունեությունը Արցախում, պայքարելով համակարգային կոռուպցիայի դեմ, դառնալով իշխանությունների դեմ զանգվածային բողոքի ցույցերի եւ պետական հանցագործությունների համակարգված հետաքննությունների կազմակերպման ռահվիրա։ Ռուսաստանի իշխանությունները խիստ են վարվել իրենց համակարգային թշնամու Նավալնիի հետ։ Ռուսաստանի եւ Հայաստանի մասշտաբները անշուշտ տարբեր են, բայց դա չի նշանակում, որ քաղաքական էլիտաների հնարքները եւ բարոյականությունը մեծապես տարբերվում են։ Շատերը կարող են հիմա ասել, որ մենք հեղափոխություն ենք իրականացրել եւ ազատվել ենք նման բարոյականությունից, մենք կառուցում ենք ժողովրդավարություն եւ խաղաղություն։ Նրանք կարող են դա ասել, բայց ոչ բոլորն են հասկանում, որ ժողովրդավարությունն ու խաղաղությունը համակարգային երևույթներ են, որոնք պահանջում են մեծ համառություն, ինքնատիրապետում եւ ինքնազոհաբերություն։ Մենք պետք է սովորենք լսել տարբեր կարծիքներ, այստեղից է սկսվում ժողովրդավարության ճանապարհը։ Եվ ամենակարևորը սովորենք ճանաչել այն մարդկանց, որոնց հետ գործ ունենք։ Սա առաջին հերթին վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, որը կրկին ձգտում է դառնալ Հայաստանի վարչապետ։ Արթուր Օսիպյանը, ով ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ասպիրանտուրան եւ դասախոս էր Արցախի պետական համալսարանում, սկսեց իրեն դրսեւորել Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիզմով։ Արցախի հանրապետության ժողովրդի նման ազատություններին անսովոր լինելով, իշխանությունները նրան արագորեն ազատեցին պաշտոնից եւ բանտարկեցին Շուշիում, որտեղ նա անցկացրեց մի քանի ամիս։ Բանտից հարկադիր ազատ արձակվելուց հետո Արթուրը շարունակեց իր գործունեությունը։ 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո նա ստեղծեց կուսակցություն եւ սկսեց Արցախի կոռումպացված իշխող վերնախավի տապալման ուղին։ Նրա կուսակցությունը մասնակցեց 2020 թվականին Արցախում կայացած ընտրություններին։ Արթուրը Արցախի հանրապետությունում միակ քաղաքական գործիչն էր, որը հրապարակավ կոչ արեց Նիկոլ Փաշինյանին դադարեցնել կոռումպացված վերնախավին աջակցելը։ Արցախի իշխանությունները պետք է ապահովի հանրային հաշվետվողականությունը Հայաստանի կողմից Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության վերաբերյալ։ Նաև հարկ է նշել, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ եւ ավելի վաղ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ նա իր կյանքի ամեն վայրկյանն անցկացրել է հրամանատարում։ Նրա հրամանատարությունը նրան սերժանտի կոչում է շնորհել իր բացառիկ ռազմական գործունեության համար։ 2020 թվականի պատերազմից հետո Արթուր Օսիպյանը գլխավորեց հանրային նախաձեռնություն Հադրութից եւ Շուշիից արտաքսված Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, գեներալների եւ կոռումպացված պաշտոնյաների առանձնատներում տեղավորելու համար։ Ռուս խաղաղապահների թույլտվությամբ Արցախի պաշարումից հետո Արթուրը Արցախում միակ ակտիվիստն էր, որը շարժում սկսեց ռուսական զորքերին իրենց պարտականությունները կատարելու ստիպելու համար։ Նա պահանջեց, այդ թվում ռուսական ռազմական շտաբը շրջափակելով, որ նրանք բացեն Լաչինի ճանապարհը, այլ ոչ թե փող աշխատեն անօրինական կերպով սննդամթերք մատակարարելով Արցախի ժողովրդին։ Ավելին, Արթուրը այն գործիչներից մեկն էր, որը կոչ արեց Արցախի ժողովրդին զանգվածային հանրահավաքների միջոցով ստիպել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին պաշտպանել իրենց շահերը։ Մասնավորապես նա կոչ արեց Արցախի եւ Հայաստանի հանրությանը փակել կամուրջը, որտեղ ադրբեջանական զորքերը դիրք էին հիմնել եւ ստիպել թշնամուն բացել կամուրջը դեպի Հայաստան։ Նա այնպիսի գործիչ էր, որը ոչինչ չգիտեր հանձնվել հասկացության մասին, եւ սրտում մեծ տխրությամբ նա վերջիններից մեկն էր, ով լքեց Արցախը։ Պետք է ասել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարից հետո ամբողջ ժամանակահատվածում Արցախի իշխանությունները ամեն կերպ փորձել են վարկաբեկել Արթուրին, նրան պիտակավորելով հայ հասարակությանը չափազանց ծանոթ տարբեր կլիշեներով, ինչպիսիք են Սորոսի կողմնակից, հակառուսական եւ նույնիսկ Նիկոլի կողմնակից։ Վերջին հանգամանքը թվում է չափազանց ծիծաղելի։ Եվ հիմա Հայաստանում պարզ է, որ Արթուր Օսիպյանը հարձակման է ենթարկվում ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ նրանց կատաղի թշնամիների Արցախի քաղաքական վերնախավի կողմից։
Ընդհանուր առմամբ Հայաստանի իշխանությունները պետք է ավելի լուրջ վերաբերվեն Արթուր Օսիպյանի հետ կապված իրավիճակին։ Հակառակ դեպքում Հայաստանի վարչապետն ավելի կխճճվի իր ֆանտազիաների մեջ, ստիպված լինելով հետևել իր դաշնակից Պուտինի ճանապարհին։ Այդ դեպքում բոլոր հայ արևմտամետ դեմոկրատների մոտ կսպառվեն գաղափարները։ Իր քարոզարշավի ընթացքում իշխող կուսակցությունը հայտարարեց, որ Հայաստանը առաջին անգամ դարձել է զենք արտահանող երկիր։ Շատ ուրախացա Հայաստանից զենքի արտահանման լուրին, գրում է Ավետիք Քերոփյանը, բայց լուր հայտնողները ստում են այն բանում, որ սա առաջին անգամն է։ Առաջին անգամ 10 տարի առաջ էր, որ մի կտոր տեխնիկան էր մի քանի միլիոն դոլար, գնորդ երկիրն էր ՆԱՏՕ անդամ։ Լավին լավ ասողներին հիշեցնեմ, որ այս ընթացքում այս վարչախումբը լուծարել է հայ-լեհական Լյուբավա-Արմենիա համատեղ ձեռնարկությունը եւ հայ-հունական Էլտե-Պիրկալ համատեղ ձեռնարկության հայկական բաժնետեր լազերային տեխնիկա ՓԲԸ-ն։ Լեհաստանն ու Հունաստանը ՆԱՏՕ անդամ երկրներ են, երկու ձեռնարկությունն էլ ռազմարդյունաբերության ոլորտում էին աշխատում։ Ձեռքի հետ էլ այդ նույն լուրը հնչեցնող ԲՏ նախարարի ենթակայության տակ գտնվող ռազմարդյունաբերության կոմիտեն առաջին 4 ամսում ծախսել է 0 դրամ, այն դեպքում, որ միայն առաջին եռամսյակի համար նախատեսված էր 850 միլիոն։ Հաջորդ լուրը, որը իշխող կուսակցությունը դարձյալ փորձեց որպես անձնական ձեռքբերում ներկայացնել, ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի կարճատև այցն էր։ Հիշեցնենք, որ կարճատև այցով Հայաստանի Հանրապետություն այցելած ԱՄՆ պետքարտուղարը մի շարք փաստաթղթեր է ստորագրել գործող վարչակազմի հետ, որի արդյունքում մեր ընդերքում գտնվող հազվագյուտ մետաղների տնօրինելու թույլտվություն է ստացել։ Ռուբիոն ստացել է ՀՀ տարածքում հազվագյուտ հողային նյութերը տնօրինելու թուղթը, իսկ որտեղ են կիրառվում այդ նյութերը, իր Facebook-յան էջում գրել է Հրայր Կամենդատյանը։ Հազվագյուտ հողային մետաղների օգտագործումը ցույց է տալիս արտադրության տեխնոլոգիական զարգացման բարձր մակարդակ։ Գիտնականները կարծում են, որ այս տարրերը կդառնան անփոխարինելի ավելի առաջադեմ տեխնոլոգիաներին անցնելու ժամանակ, ներառյալ կենսատեխնոլոգիաները եւ նանոտեխնոլոգիաները, միջուկային եւ տիեզերական արդյունաբերությունը, ինչպես նաեւ կանաչ էներգիան։ Այս պատճառով հազվագյուտ հողային մետաղները համարվում են ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրսներ եւ դրանց առկայությունը երկրում կարեւոր է ազգային անվտանգության եւ տեխնոլոգիական անկախության ապահովման համար։ Նեոդիմը կարևոր դեր է խաղում քամու էներգիայի սարքավորումների արտադրության մեջ։ Այս տարից մասնավորապես 200 կիլոգրամ է պահանջվում մինչև 1 մեգավատ էլեկտրաէներգիա արտադրելու ունակ 1 քամու տուրբին կառուցելու համար։ Հետևաբար 5 նման կայանքների համար կպահանջվի 1 տոննա նեոդին։ Վերականգնվող էներգիայի համաշխարհային միտման հետ մեկտեղ հազվագյուտ հողային մետաղների, այդ թվում նեոդիմիումի պահանջարկը միայն կաճի։ Ավելին, նեոդիմիումը օգտագործվում է գերհզոր մագնիսներ ստեղծելու համար, որոնք 10 անգամ գերազանցում են ավանդական մագնիսներին։ Այս մագնիսները, որոնք հայտնի են որպես նեոդիմիումային մագնիսներ, անօդաչու թռչող սարքերում օգտագործող էլեկտրական շարժիչների անբաժանելի մասն են կազմում, ինչը այս մետաղը դարձնում է անփոխարինելի այս տեխնոլոգիայի զարգացման համար։ Հենց սրա համար էր Ռուբիոն եւ նրա տերերը Հայաստանի հետ ափալ-թափալ թղթեր ստորագրում։ Այդ թղթերի ետևում թվերը անպատկերացնելի են եւ Արարատ Միրզոյանը երկար տարիներ հիշելու է Ռուբիոյի սփաթը։ Վստահ ենք հիմա ՀՀ քաղաքացիները հստակ հասկացան, թե որն էր Մարկո Ռուբիոյի այցի նպատակը, եւ այո, միայն այս վարչակազմի օրոք էր հնարավոր նման փաստաթուղթ ստորագրել։ Հայաստանի իշխանությունները վերջին 8 տարիների ընթացքում որևէ գործում քայլեր չեն իրականացրել տարածաշրջանում եւ Հայաստանում ռուսական կենսական շահերի դեմ, գրում է Սուրեն Սարգսյանը։ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ, Ռուսաստանը դեռևս Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է, հայկական ատոմակայանը շարունակում է սպասարկել Ռուսաստանի հետ համատեղ, իսկ Հայաստանում շարունակվում է տեղակայված մնալ ռուսական ռազմաբազան։ Հետևաբար պնդումները ինքնիշխանության եւ ռուսական ազդեցությունից ազատվելու քայլերի վերաբերյալ առնվազն աղերս չունեն իրականության հետ։ Ինչ վերաբերում է ցածր եւ միջին օղակներում արկա խոսքային մակարդակի վիճաբանություններին, ապա դրանք գտնվում են բացառապես հռետորաբանության շրջանակում։ Ընդ որում ամենաբարձր մակարդակում հարաբերությունները բավականին ջերմ են, իսկ շփումները ակտիվ։ Իդեպ Ուկրաինայի եւ Վրաստանի Եվրոպամետ առաջնորդների հետ նման հարաբերություններ չեն եղել։ Հետևաբար Հայաստանի իշխանություններին հակառուսական չէ անվանի, իսկ Ռուսաստանի իշխանությունների մասին չէ ասի, թե նրանք խանգարելու են Հայաստանի գործող իշխանության վերարտադրությանը։ Ավելին, ընտրություններից հետո չեմ զարմանա, եթե առաջիններից մեկը, եթե ոչ առաջինը, հենց Ռուսաստանի նախագահը լինի, ով կշնորհավորի Հայաստանի իշխանություններին հաղթանակի կապակցությամբ։ Ուրախ կլինեմ, եթե հակառակարծիքներ եւ փաստարկներ լինեն։ Իր խոսքը եզրափակել է Սուրեն Սարգսյանը։ Եվ վերջապես ներկայիս վարչախումբը փորձեց դիվիդենդներ քաղել նաեւ մայիսի 28-ի զորահանդեսից, որի մասին եւս մի քանի կարծիք են առանձնացրել։
Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին գրել է Արմեն Այվազյանը։ Առհասարակ զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են առաջին՝ պետության ռազմական ուժի ցուցադրումը եւ դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների զսպումը, երկրորդ՝ դաշնակիցների զինված ուժերի կայացվածության մեջ հավաստիացնելը, երրորդ՝ ռազմական ավանդույթի եւ հիշողության պահպանումը, չորրորդ՝ նոր սպառազինության ցուցադրումը, հինգերորդ՝ հասարակության, բանակի եւ պետական ապարատի վստահության ու մարտական ոգու բարձրացումը, վեցերորդ՝ բանակ հասարակություն կապի ամրապնդումը, հանրությանը բանակին մոտեցնելու եւ զինվորական ծառայության հեղինակությունը բարձրացնելու միջոցով, 7-րդ՝ գործող իշխանությանը քաղաքական եւ քարոզչական ներառյալ քարոզարշավային աջակցության ապահովումը։ Երևանում անցկացված երեկվա զորահանդեսը հիմնականում վերը նշված 4-րդ եւ 7-րդ խնդիրներն էր առաջ տանում։ Մնացած ուղղություններով զորահանդեսը կարող էր օգտակար լինել միայն այն դեպքում, եթե զուգահեռաբար լուծվեին բանակի մարտունակության եւ պատրաստվածության հետ կապված մի շարք հիմնահարցեր։ Օրինակ, թշնամին քաջատեղյակ է, որ Հայաստանում արդեն 5 տարի է խոշոր ռազմական զորավարժություններ չեն անցկացվել, մինչդեռ մարտունակության ստուգման եւ բարձրացման լավագույն միջոցներից մեկը հենց հաճախակի զորավարժություններն են։ Թշնամին քաջատեղյակ է նաև մի շարք այլ ծանր խնդիրների մասին, մասնավորապես ՀՀ զինուժի թվաքանակը կտրուկ նվազել է, այդ թվում իշխանության գործողությունների հետևանքով, օրինակ ժամկետային ծառայությունը կես տարով կրճատելու պատճառով։ Բազմաթիվ արհեստավարժ հայ սպաներ դուրս են մղվել կամ հեռացել են բանակային ծառայությունից։ Հայաստանում առկա են սուր հակասություններ գործող իշխանության եւ բնակչության լայն շերտերի միջև։ Բանակում ռազմահայրենասիրական գաղափարախոսությունն ու քարոզչությունը ամբողջովին խեղված են, եթե ոչ ուղղակի արգելված։ Հայոց եկեղեցին եւ նրա սպասավորները դուրս են մղվել բանակից, ինչը լուրջ հարված է բանակի միասնությանն ու բարոյականին։ Ցուցադրված տեխնիկան լիովին պիտանի է պաշտպանական մարտերի համար, իհարկե, բավականաչափ զինամթերք ապահովելու դեպքում, որն ինքնին շատ բարդ խնդիր է, եւ անձնակազմի կողմից զորավարժությունների ընթացքում այն լիարժեք լյուրացնելուց հետո։ Սակայն բանակին անհրաժեշտ է նաև հարձակողական բնույթի այնպիսի սպառազինություն, որը կզսպի Բաքվի ֆաշիստների ախորժակը թիրախում պահելով Ադրբեջանի Աքիլեսյան գարշապարը, Աբշերոնյան թերակղզու նավթարդյունաբերական համալիրը։ Այսպիսի զենք չցուցադրվեց։ Կարևոր է նաև ձեռքբերված զենքի եւ ռազմամթերքի քանակը։ Անհրաժեշտ է ունենալ 100 հազարավոր արկեր, հրթիռներ եւ ԱԹՍ-ներ, այլապես ցուցադրված նմուշները հարց չեն լուծելու։ Մանավանդ որ Ադրբեջանի ռազմական ներուժը զգալիորեն ավելի մեծ է, զինանոցը ավելի արդիական, իսկ բանակը գիշեր-ցերեկ համատեղ զորավարժություն է անցկացնում իր դաշնակից Թուրքիայի, ինչպես նաև բազմաթիվ այլ գործընկերների հետ։ Կարճ ասած, զորահանդեսը թշնամիների վրա մեծ տպավորություն չի թողնելու։ Իսկ քանի դեռ իշխանության ղեկին փաշինյանական կոլաբորանտներն են, մեր բանակի մարտունակության եւ բարոյահոգեբանական վիճակի, սպայական կազմի, գաղափարաբարոյական պատրաստվածության, ինչպես նաև հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանի որդեգրելիք ռազմավարության խնդիրները չեն կարող ստանալ իրենց իրական եւ որակական լուծումը։ Այսպիսով թշնամուն զսպելու գլխավոր խնդրի տեսանկյունից զորահանդեսը ցավոք ոչինչ չլուծեց եւ առկա քաղաքական պայմաններում չէր կարող լուծել, եզրափակել է Արմեն Այվազյանը։ Որպես չեղած բանակի 1999 թվականի զորահանդեսին քայլած զինվոր նման անշուք եւ անմակարդակ բան դժվար էր պատկերացնել, գրում է Վահրամ Մարտիրոսյանը։ Աղավաղված ոչ ոգեշնչող երաժշտություն, իսկ նոր կոմուֆլյաժն ու գերբը երևի նույն դիզայներն էր արարել։ Մի խոսքով հատուկ ասֆալտապաշտ գեղցիների համար կազմակերպված փառատոնային ոճի միջոցառում։ Հիշում եմ նույնիսկ մեր փորձերի ժամանակ, երբ Ամիրյան, Լուսավորիչ եւ Մաշտոցի փողոցներով էինք քայլում, մեր ստեղծած էներգետիկայի շուրջ բոլորը մարդիկ էին արտասվում, բայց ամենատպավորիչը եւ մեկ հրամանից հետո էր, երբ հայացքներս ուղեցինք տրիբունային, այնտեղ արտասվող հաղթած հրամանատար էր կանգնած Վազգեն Սարգսյանը։ Իսկ զորահանդեսի տպավորիչ տեխնիկայի մասին մի բարձ հարցադրում անեմ։ Ամեն ինչ հարաբերական է։ Եթե այս ամենը 2016-ին ցուցադրվել, կլիներ տպավորիչ։ Եթե պարսկական փղերի դեմ կռիվների ժամանակներում ցուցադրվել, ուղղակի ֆանտաստիկ կլիներ։ Բայց հիմա 2026 թվականն է եւ հավանական հակառակորդը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանը 2020-ի համեմատ մի քանի սերունդ առաջ է գնացել։ Միայն գրակային հզորության ցուցանիշներով անգամներով տասնապատիկ, տեղ-տեղ նույնիսկ հարյուրապատիկ էքսիջում։ Ադրբեջանական հարվածային եւ հակազդման միջոցներն այնպիսի մակարդակի են հասել, որ ձեր ունեցածի մի մասը նույնիսկ չի հասցնի կիրառվել։ Ադրբեջանը պրոֆեսիոնալ կերպով իր զինուժը կառուցում է problem solution պարադիգմայով։ Օրինակ, երբ դուք բունկերներ եք կառուցում, նրանք ձեռք են բերում հակաբունկերային ռումբեր, եւ ընդհանուր առմամբ այդ ամբողջ ցուցադրված ֆանտաստիկան կառուցված էր նախորդ պատերազմին պատրաստվելու փիլիսոփայության մեջ, եզրափակել է Վահրամ Մարտիրոսյանը։ Եվս մեկ նյութ Գեղամ Օհանյանի կողմից խոստացված վերլուծություն կամ ընտրության արդյունքների կանխատեսում եւ ինչ կարելի է փոխել մինչեւ հունիսի 7-ը։
Սա խոստացված կանխատեսումն է հենված իմ եւ ընկերներիս բազմակողմանի վերլուծության վրա։ Այն բավական երկար է, որովհետեւ անդրադառնալու են բոլոր 18 ուժերին։ Այո, 19-ից մեկն արդեն ինքնաբացարկ է հայտարարել։ Առանց շտապելու եւ առանց էմոցիաների ծանոթացեք ողջ վերլուծությանը, մնացածը վերջում։ Ուրեմն եկեք չշարժվենք ըստ ցուցակի, այն մի քիչ դժվար ընկալելի կլինի։ Եկեք շարժվենք ենթադրյալ փոքրերից եւ կամած բարձրանանք մեծ թվերին։ Փոքրերի վերլուծությունը կարդալը գերկարևոր է, երևի ավելի կարևոր, քան մեծերը, որովհետեւ այստեղ է թաքնված վաղվա խորհրդարանի հավասարակշռությունը, բալանսը։ Որպեսզի պատկերացնենք, 1%-ը 2021 թվականին կազմված է եղել մոտ 12800 մարդու քվեից։ Մեր գնահատմամբ այս ընտրություններին կհատենք 13000-ը, գուցե հասնենք 13500-ի, եթե նախորդ 49%-ի փոխարեն ընտրությանը մասնակցի գոնե 54%-ը։ Սա օգտակար է գործընթացի առաջմղմանը, դրա համար մենք խրախուսում ենք մասնակցությունը։ Թեկնածուներին դասակարգել եմ 3 բաժիններով։ Նրանք, ովքեր հաստատ չեն հաղթահարելու, նրանք, ովքեր կարող են հաղթահարել, նրանք, ովքեր հաստատ հաղթահարում են։ Այսպիսով սկսենք այն ուժերից, որոնք մեր գնահատմամբ չեն գերազանցելու 2%-ը, ուր մնաց հաղթահարեն անցողիկ 4%-ը։ Համար 9. Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցություն 0.1-ից 1%։ Այս կուսակցության մասին շատ բան չգիտեմ, բայց խորհուրդ եմ տալիս դիտել դերասան Լևոն Հարությունյանի տեսաուղերձը իրենց մասին։ Իրենց քարոզարշավի հրապարակումները, դիտումների քանակը, արձագանքները հաշվի առնելով բացառում են, որ կհաղթահարեն անցողիկ շեմը։ Համար 1. Ռեֆորմիստների կուսակցություն 0.1-ից 1%։ Այս կուսակցությունը գլխավորում է գեներալ Վաղարշակ Հարությունյանը։ 2020 թվականին պատերազմի ժամանակ եղել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը։ Պատերազմից անմիջապես հետո նշանակվել է պաշտպանության նախարար։ 2021-24 թվականներին եղել է Հայաստանի դեսպան Ռուսաստանում։ Իրենց քարոզարշավի հրապարակումները, դիտումների քանակը, արձագանքները հաշվի առնելով բացառում են, որ կհաղթահարեն անցողիկ շեմը։ Համար 12. Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն 0.1-ից 1%։ Կուսակցությունը գլխավորում է Լևոն Շիրինյանը։ Ընդհանրապես տեղեկացնեմ, որ 2021 թվականին այս մարդը միասնական է հանդես եկել Արման Բաբաջանյանի ուժի հետ եւ միասին հավաքել են 1.5%։ Երևի մտածել է, որ ամբողջ խնդիրը Բաբաջանյանն է, հիմա հանդես է գալիս առանձին։ Բացառվում է, որ անցողիկ շեմը հաղթահարեն։ Համար 19. Լուսավոր Հայաստան կուսակցություն 0.5-ից 1%։ Կուսակցությունը գլխավորում է Էդմոն Մարուքյանը։ Այս ուժը 2021 թվականին հավաքել է 1.22% ձայն։ Չանցնելով ազգային ժողով համագործակցել է Նիկոլ Փաշինյանի հետ եւ 2022 թվականին նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Ավելի ուշ հեռացվել է պաշտոնից եւ մինչ օրս ծավալում է ընդդիմադիր գործունեություն։ Թիմը փոքրացել է, խոսույթը գրեթե նույնն է։ Մեր ուսումնասիրություններով նրա վարկանիշը նվազել է։ Համար 10. Հայ ազգային կոնգրես կուսակցություն 0.5-ից 1%։ Այս ուժը գլխավորում է Լևոն Զուրաբյանը։ Ընդհանրապես ասենք, որ այս ուժը իրենց հիմնադրի Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ 2021 թվականին հավաքել էր 1.54%։ Այս անգամ կուսակցությունը հանդես է գալիս ավելի համեստ կազմով եւ ներդրմամբ, ինչը խոսում է ավելի քիչ ձայն հավաքելու մասին։ ՀԱԿ-ը այն քիչ ուժերից է, որ կուզեի իրենց փորձառությամբ հայտնվեին ազգային ժողովում, բայց բացառում են, որ կկարողանան հաղթահարել։ Համար 18. Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն 0.5-ից 1.5%։ Կուսակցությունը գլխավորում է Արման Բաբաջանյանը, որը Լևոն Շիրինյանի հետ 2021 թվականին հավաքել է 1.5% ձայն։ Երևի մտածել է, որ խնդիրը Շիրինյանն է եւ գտել է նոր համախոհներ։ Քանի որ թիմում կան որոշակի լսարան ունեցող մարդիկ եւ կա որոշակի լրատվական ռեսուրս, մի փոքր ավելին են գնահատում հավաքվող ձայները, քան Շիրինյանի մոտ, բայց կրկին բացառում ենք, որ կհաղթահարի անցողիկ շեմը։ Հիմնական խոսույթը հակառուսականությունն է։ Համար 8. Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն 0.5-ից 1.5%։ Ուժը գլխավորում է Գևորգ Կարապետյանը։ Բևեռը 2021-ին հավաքել է 1.5% ձայն։ Այս անգամ ուժը հանդես է եկել իր երիտասարդներով, չնայած իրենց կուսակցության ավագ սերունդը հրետանին նույն ջանասիրությամբ մասնակցում է քարոզարշավին, ինչը շատ գեղեցիկ է։ Բևեռի մարդկային եւ գաղափարական պոտենցիալը շատ ավելին է, քան իր հավաքած տոկոսները։ Ենթադրաբար ժողովրդի մեծ մասը իր գլխի մեջ արգելափակել է իրենց դեռևս 2016-ի ՊՊՑ գնդի դեպքերից հետո։ Նաև շատ բացասական ազդեցություն է թողնում ուժի վրա իրենց շատ հետևորդների կոպիտ մոտեցումը այլ ուժերի եւ անհատների նկատմամբ։ Դրականն այն է, որ իրենց հետևորդները բավական հավատարիմ են իրենց։ Կցանկանայի Բևեր տեսնել ազգային ժողովում, բայց նախորդ ընտրությունների համեմատ ավելի թույլ եմ գնահատում իրենց պոտենցիալը։ Համար 14. Ժողովրդավարական համախմբում կուսակցություն 0.5-ից 1.5%։ Կուսակցությունը գլխավորում է Սուրեն Պետրոսյանը։ Այս ուժը նախկինում մասնակցել է 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններին, որտեղ հավաքել է մոտ 2500 ձայն, այսինքն Երևանում իրենց ունեցած վստահությունը 2023 թվականի դրությամբ եղել է մոտ 0.2%։ Պետրոսյանը հայտնի է նաև Սրբազան պայքարից,
Ովկեսից լքեց շարժումը հիմնավորելով, որ կարևոր որոշումները կայացվում էին առանց իրեն։ Մեկ անգամ զրուցել եմ խորհրդարանի դիմաց իր կազմակերպած ակցիայի ժամանակ, տպավորված չեմ մնացել, ավել բան չեմ ասի։ Համար 15 դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, կուսակցություն 1-ից 2%։ Կուսակցությունը գլխավորում է Վարդան Ղուկասյանը, հայտնի դոկը, ում կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ընտրություններին անձամբ մասնակցել։ Այս ուժը նախկինում մասնակցել է 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններին, որտեղ հավաքել է տպավորիչ ձայներ 22500 ձայն։ Այսինքն միայն Երևանում այս ուժը ուներ 1.75% ձայն։ Մեր գնահատման մարզերում նրանց հետևորդները ավելի շատ են։ Իսկ ինչ վիճակ է հիմա։ Փաստ է, որ այս կուսակցությունը հենված է մեկ մարդու վրա, եւ այս մարդը այս պահին զրկված է իր հիմնական գործիքից, ամենօրյա ուղիղ եթերներից։ Նա կալանավորված է ԱՄՆ-ում։ Մեր գնահատմամբ այս ուժը այս պահին չունի պոտենցիալ հատելու անցողիկ շեմը։ Համար 11 Հանրապետություն կուսակցություն 1-ից 2%։ Ուժը գլխավորում է Արամ Սարգսյանը։ 2021 թվականին հավաքել են 3.03% ձայն։ Ուժը անթաքույց սատարում է Նիկոլ Փաշինյանին եւ դա մեկ անգամ չէ, որ դրսեւորվել է քաղաքական գործընթացների ժամանակ։ Ենթադրաբար հենց դա էլ նպաստել է, որ ուժը կորցնի իր որոշակի հմայքը եւ կորցնի իր ունեցած էլեկտորատի զգալի մասը։ Մեր գնահատմամբ իրենց ընտրողների մի մասը իր ձայնը ուղղելու է այլ հակառուսական դիրքավորվող ուժերի, մի մասը ուղիղ ԿՊ-ին եւ իրենք կարծես թե առանձնապես դեմ չեն, որովհետեւ նախորդ քարոզարշավի ջանքը չեն դնում անցնելու համար։ Այս գծից վերև մեր գնահատմամբ ոչ ոք չի հատելու անցողիկ 4%-ի շեմը, անկախ նրանից ես դա ուզում եմ թե ոչ։ Հասկանում եմ, որ այս գրառումը եւս վնասում է իրենց, բայց իրատես պետք է լինենք։ Եթե իրենք արել են իրենց քաղաքական քայլը, հաշվի չառնելով բազմաթիվ վիճակագրություններ, մենք էլ անում ենք մեր քաղաքական քայլը, հարգելով իրենցից շատերին։ Խորհուրդ այն մարդկանց, ովքեր ամեն դեպքում ուզում են ընտրել իրենց, հաշվի առեք, որ ձեր ձայնը կարող էր որոշիչ լինել որևէ այլ ուժի խորհրդարան անցնելու համար։ Հիմա նրանց մասին, ովքեր ունեն շանս անցնելու, կրկին կգնանք ըստ տոկոսների աճի։ Համար 2 բոլորին դեմ եմ, ժողովրդավարական կուսակցություն 1-ից 4%։ Սա միակ ցուցակն է, որի առաջին համարը էական չէ թե ով է, որովհետև իրենք գալիս են հստակ ծրագրով եւ գալիս են նոր ընտրություններ կազմակերպելու արդեն այլ պայմաններով, որտեղ անցողիկ շեմը 4-ից իջնելու է 1%-ի։ Այսինքն իրենք ուզում են ընտրվել, գալ կառավարության եւ խոստանում են 100 օրում կատարել օրենքի փոփոխություններ եւ անմիջապես հրաժարական տալ եւ կազմակերպել նոր ընտրություններ, որտեղ ԱԺ կարող են անցնել անգամ 1% հավաքած ուժերը։ Այստեղ ունեմ թվով ամենաշատ ընկերները եւ մտերիմները, այդ թվում մարտական։ Մեծամասնությունը ազգանվեր մարդիկ են, շատերին էլ չեմ ճանաչում։ Հատկանշական է, որ բոլորին դեմեմին միացել են նաև նժարը եւ հիմնադիր զավակներ կուսակցությունը։ Անկանխատեսելի է, թե այս ուժը որքան ձայն կհավաքի, որովհետեւ զարմանալիորեն մերժման փիլիսոփայություն է վերցրել եւ ստիպված իր էներգիայի մի մասը վատնում է արդարանալու, որ բոլորին չի որ դեմ է, այլ միայն հներին ու նորերին են դեմ։ Հավանաբար, եթե իրենց ուժի անունը կարգեին Քաչնազար, հավանականությունը, որ կանցնեին ավելի մեծ կլիներ, սա առանց հեգնանքի։ Ուժը անցնելու դեպքում, եթե չկարողանա համախմբել ընդդիմությանը իր ծրագրի շուրջ, մանդատները վայր են դնելու եւ դուրս գան ԱԺ-ից, որը հիմնականում ձեռնոտու է լինելու ԿՊ-ին, ինչը վտանգավոր է։ Ամեն դեպքում, եթե նայում ենք իրենց կրեատիվ քարոզարշավին եւ հետաքրքրություն առաջացնող շրջանակներին, մեծ թվեր չեն երևում։ Գնահատում ենք, որ ունեն որոշակի հնարավորություն հաղթահարելու անցողիկ շեմը։ Խաղադրույքը այստեղ հիմնականում այն մարդկանց վրա է, ովքեր չեն գնում ընտրության եւ մերժում են բոլորին։ Զարմանալի է, որ պաշտոնական եւ շատ անդամների էջերով չեն տարածել Բարսունքի հրապարակած սոցիալական հոլովակը, որը խրախուսում է պարտադիր մասնակցել ընտրությանը։ Համար 4 Հայաստանի շնորհապետական կուսակցություն 2-ից 4%։ Ուժը գլխավորում է Գուրգեն Սիմոնյանը։ Որքան էլ որ փիլիսոփայությունը շնորհապետական է, այսինքն արժանիներին խրախուսող, ամեն դեպքում կուսակցությանը հերվից նայելիս տեսնում ես մեկ մարդու, որի շուրջ էլ հավաքվել են մնացածը։ Ընդհանրապես նման կուսակցությունները ստեղծվում են հիմքից ներկուսակցական թեժ պայքարով, բայց այստեղ առաջնորդը կանխորոշված է եղել։ Իրենց ներկայացուցչի հետ հանդիպել են, բավականին անկեղծ զրույց են ունեցել, գնահատելի է նաև Սիմոնյանի ճարտարախոսությունը եւ գրագիտությունը, որը եւ իրենց հիմնական գրավականն է։ Հավատացել եմ, որ անցնելու դեպքում օլիգարխիկ ուժերի հետ չեն գնա համագործակցության, ինչը ընդհանուր առմամբ ձեռնտու է օրվա իշխանությանը։ Իր էլեկտորատին է գումարվելու հավանաբար որոշակի զանգված Արամ Սարգսյանի, Սանասարյան Դավիթի ինքնիշխան Հայաստան կուսակցության, Նորայր Նորիկյանի Արդար Հայաստան կուսակցության եւ ԿՊ 2021 թվականի ընտրողներից, բայց կանցնեն թե ոչ կախված է իրենց առաջիկա 8 օրվա աշխատանքից։ Այս պահին կասկածելի է։ Համար 6 Միասնության թևեր կուսակցություն 2-ից 5%։ Ուժը գլխավորում է Արման Թաթոյանը, ուժին միացել է Շանթ Դաշինք կուսակցությունը, որտեղ ունեն մարտական ընկեր։ Տարօրինակ է, որ ուժը դադարեց իր համագործակցությունը ՀԱԿՎ-ի հետ, որը ավելի ուշ միացավ ուժեղ Հայաստանին։
Թաթոյան Արմանի հետ ծանոթ եմ, գրագետ է եւ հմուտ իրավունքի դաշտում, իրենց ուժը ԱԺ-ում կցանկանայի տեսնել, բայց ուժի քարոզչական մեքենան ունեցած ռեսուրսը օգտագործում է շատ սխալ եւ շեշտադրումը կատարում է առաջին դեմքի անձի վրա, մինչդեռ թիմը կարծես թե ունի որոշակի պոտենցիալ արտահայտվելու, կարծում եմ այս ձեռագիրն էլ խանգարում է, որ թիմը ավելի մեծանա։ Բավական մեծ ֆինանսական ներդրումներ է ունեցել կուսակցությունը, լավ կլինի, որ ամբողջը թափանցիկորեն մատուցեն, խուսափելու համար դաշտում հայտնված բամբասանքներից, բայց սա ևս չպետք է արվի առաջին դեմքով։ Կարևոր է, որ բացառում են համագործակցությունը ԿՊ-ի հետ, կանցնեն ԱԺ թե ոչ, մեծապես կախված է իրենց առաջիկա 8 օրվա աշխատանքից։ Համար 5. Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն 2-ից 5%։ Ուժը գլխավորում է Հայկ Մարությանը։ Մարությանի ուժը 2023 թվականին հավաքեց մոտ 44,000 ձայն, այսինքն միայն Երևանում այն կազմում է մոտ 3.5% ձայն, բայց չարժի խաբվել այս թվին, որովհետև այս զանգվածի մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր ձայն կտան այլ փոքր ուժերի։ Շատ կարևոր է հասկանալ, թե որքան պոտենցիալ ունի ուժը Երևանից դուրս։ Հավանաբար շատ ավելի քիչ, բայց ընդամենը 1-ից 1.5%-ը մարզերում կբավականացնի, որ նրանք հայտնվեն խորհրդարանում։ Այս ուժը կուզեմ տեսնել ԱԺ-ում, այստեղ կրկին ունեմ ընկերներ։ Իրենց թույլ կողմերը կրկին մեկ մարդու շուրջ հավաքված կուսակցություն է եւ քարոզարշավը հենված է օնլայն տիրույթի եւ Հայկի դերասանական կարողությունների վրա, որը միանշանակ չէ, որ դրական է։ Կարծում եմ ուժը ունի պոտենցիալ անգամ հանրահավաք անելու, զարմանալի է, թե ինչու չի օգտագործում իր երևանյան ռեսուրսը։ Ինձ համար կարևոր է, որ ԿՊ-ի հետ բացառում են կոալիցիան եւ ապացուցել են, որ ավելի հավատարիմ են 2018 թվականի հեղափոխության արժեքներին։ Համար 7. Բարգավաճ Հայաստան կուսակցություն 3-ից 7%։ Ուժը պարզը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։ Կուսակցությունը հավանաբար անցնելու է խորհրդարան։ 2021-ին հավաքել են 3.95%, իմ գնահատման ոչ ամբողջական ջանքով։ Հիմա ավելի ներդրված են քարոզարշավի մեջ։ Գումարած Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուսի արձանը, որը ուրախացրել է լեռան հարակից բնակավայրերի ժողովրդին եւ զբոսաշրջության տարբեր ներկայացուցիչների։ Սա չնչին տոկոս ձայների հավելումներ կբերի իրենց, որն էլ հենց անհրաժեշտ է, որ անցնեն։ Հավանական է նաեւ, որ կհավաքեն շատ ավելին, քան 4%-ը։ Շատ ավելի քիչ հավանական է, որ չեն հաղթահարի շեմը։ Համար 17. Հայաստան կուսակցությունների դաշինք 7-ից 12%։ Դաշինքը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը։ Հատկանշական է, որ դաշինքի անհրաժեշտ մինիմումը ոչ թե 4, այլ 8% է։ Այսինքն իրենք համոզված են եղել, որ 8%-ը անպայման կհատեն դաշնակցության հետ միասին։ Ենթադրությունը հավանաբար մեծապես հենված է 2021 թվականին հավաքված 21%-ի վրա։ Բայց այստեղ այս զանգվածը գալիս է կիսելու ուժեղ Հայաստան կուսակցությունը, որը գերակշիռ մասով հենված է նույն էլեկտորատի վրա։ Քոչարյանի ուժը նաև ոչ տպավորիչ է գործել ազգային ժողովի 5 տարիների ընթացքում, բարբերաբար հիասթափեցնելով ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հանրությանը։ 2026 թվականին ձևավորվող նոր ազգային ժողով ընդդիմությանը մեծ հարված կլինի, եթե այս ուժը չկարողանա հաղթահարել 8%-ի շեմը։ Օրինակ 7-ից 7.5% հավաքելու եւ չանցնելու դեպքում կփոշիացվի մոտ 100,000 մարդու ձայն, ինչը մեծ հարված կլինի ԱԺ բալանսին եւ մեծ օգտակարություն ԿՊ-ին։ Այս ուժը միակն է անցնողներից, ով հստակ բարձրաձայնում է ռուսական կողմնորոշման մասին։ Ոչ ուղիղ, բայց հասկանալի ձևով ասել են, որ պատրաստ են իրենց ձայնը ԱԺ-ում տալ ուժեղ Հայաստանին։ Եվ վերջապես այն ուժերը, որոնք համոզված կերպով հաղթահարելու են անցողիկ շեմը։ Համար 3. Ուժեղ Հայաստան դաշինք 20-ից 25%։ 2026 թվականի ընդդիմության ֆավորիտ ուժը, որին միացել են բազմաթիվ փոքր ուժեր ու անհատներ։ Ուժը հիմնականում դիրքավորվում է տնտեսական առավելության վրա, որը իրենց ծանրակշիռ զենքն է։ Դիրքավորվում են նաև ազգային պահպանողական գաղափարներով, եկեղեցին կրկին անթաքույց աջակցում է այս ուժին, ինչը վկայում է կաթողիկոսի այցը Սամվել Կարապետյանի առանձնատուն։ Մեր այս տոկոսային գնահատականը բավական պայմանական է, որովհետև քարոզարշավը դեռ ունի 8 օր ժամանակ, անգամ այստեղ ունեմ մարտական ընկեր։ Թույլ կողմերը անիմաստ հակադրում Փաշինյանի հետ, դրանից իրենց գրեթե օգտակարություն չկա։ Անիմաստ իջեցնում են իրենց ստարտային վարկանիշը։ Անիմաստ վախի մթնոլորտ ստեղծել է, որը ասոցացվում է բացասականության հետ։ Վախի ու խոճապի մթնոլորտ ստեղծելով պետք չի մրցել Փաշինյանի հետ։ Նա այդտեղ անպարտելի է։ Նկատելի է, որ անսահման շատ ռեսուրս է դրված քարոզարշավի վրա, ինչը ամեն դեպքում իր արդյունքը տալու է եւ համոզված կերպով գլխավորելու են ընդդիմությունը։ Շատ էական է իրենց դիրքավորումը Ռուսաստանի նկատմամբ, որը բավական չափավոր եւ հավասարակշռված է ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ուժի դիրքավորման։ Բնական է իրենց կախվածությունը ռուսական ուժից, բայց այստեղ կարևոր են նաեւ իրենց մոտեցումները եւ հմտությունները, բիզնեսի մարդը ավելի ունակ է եւ ճարպիկ համագործակցելու մեկից ավել ուժերի հետ, քան այլ մասնագիտությունների մարդիկ։ Համար 16. Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 38-ից 43%։ Ընտրությունների ֆավորիտը բնականաբար պետական ռեսուրսների
ընտրությունների տիրապետողն է, քանի մեր հասարակության կրթական մակարդակը չի բարձրացել այնքան, որ մարդիկ լինեն ինքնուրույն։ Խոսում եմ գյուղերից մեկի երեխեքի հետ, հարցնում եմ ինքնակամ եք դուրս եկել դիմավորելու Փաշինյանին, ասում է դե ուսուցիչը ասեց ամեն դեպքում վարչապետն է գալիս, ամոթ է չդիմավորենք։ Սա ուղղակի մի դրվագ, թե ինչպես է պետական ռեսուրսը աներևույթ շահարկվում։ Միանշանակ է, որ ԿՊ ռեյտինգը նվազել է 2021 թվականի համեմատ։ Ձեզ մի բանաձև ասեմ, ինքներդ կարող եք ստուգել։ Յուրաքանչյուրի շրջապատում կան մարդիկ, որ 2021 թվականին ԿՊ են քվեարկել, բայց հիմա չեն պատրաստվում, բայց փոխարենը խոշորացույցով կգտնենք մարդկանց, որ 2021-ին իրենց չեն քվեարկել, բայց հիմա պատրաստվում են քվեարկել։ Մեր գնահատականներն այսպիսին է նաև հաշվի առնելով վերջին տարիներին Վաղարշապատի, Գյումրիի, Երևանի ընտրության արդյունքները։ Ամեն դեպքում ժողովուրդը բնազդորեն զգում է, որ իրեն ընտրություններից առաջ առնում են թոշակով եւ թվայցյալ խաղաղությամբ, եւ ամեն դեպքում 2021-ին իրեն ընտրողների մեջ արժանապատիվ մարդիկ քիչ չեն եղել, ովքեր հավատացել են Շուշիի Հադրութի վերադարձին եւ վերջում խաբվել։ Իսկ հիմա եկեք հասկանանք, թե ինչ է մեզ անհրաժեշտ եւ ինչ խոշոր խաբեություններ կան դաշտում։ Առաջին խոշոր խաբեությունը այն է, որ յուրաքանչյուր ուժի առաջնորդ դիրքավորվում է որպես պոտենցիալ վարչապետի թեկնածու եւ մարդիկ մեխանիկաբար սկսում են իր հարմարությունը նայել այդ ֆոնին։ Ամեն օր լսում ենք դե սրանից ինչ վարչապետ, այս մեկից ինչ վարչապետ, մինչդեռ այս մարդկանց 80%-ը առավելագույնը հանդես է գալու ԱԺ-ում որպես իր խմբակցության ղեկավար, տնավարի ասած իր մի խումբ падգամավորների ղեկավար։ Երբ այս դիտանկյունից ենք նայում թեկնածուներին, մեր հակակրանքը թուլանում է եւ միանում է տրամաբանությունը, հասկանում ենք, որ արժի ունենալ օրինակ այսպիսի ընդդիմադիր падգամավորներ, բայց սա կարող են անել միայն այնպիսի մարդիկ, ովքեր օրինակ կարողանում են ընթերցել նման լայնածավալ ոչ մատչելի տեքստեր եւ հասնել այս տողերին։ Մարդկանց մոտ կա պատկերացում, որ իրենց ցանկալի ուժի մեծամասնությունը լավ է, մինչդեռ դա լավ է միայն իրենց համար, իսկ պետության համար լավ է բալանսավորված վիճակը, հատկապես ազգային ժողովում։ Եթե ազգային ժողովում որևէ մեկը չունենա 40+% ձայն, ապա այս պարագայում ում էլ ընտրեն ու պատվիրակեն կառավարության վարչապետ աշխատելու, երկիրը ավելի վերահսկելի վիճակում կգտնվի, քան հիմա է, երբ բոլոր լծակները մեկի ձեռքում են։ Բալանսավորված ազգային ժողովի պայմաններում աշխատող վարչապետը միշտ գիտի, որ իրեն կարող են ետ կանչել իր սազերծակության համար։ Բացի դրանից ցանկացած միջազգային պայմանագիր պետք է վավերացվի ԱԺ-ում, ինչը կրկին լավ է, ինքնագլուխ չեն կարող երկիրը տանել որևէ ուղղությամբ։ Այստեղ առողջ փոքր ուժերը գերկարևոր նշանակություն ունեն, իսկ այդ փոքրերին անցկացնողները մենք ենք, ընտրելուց առաջ երկար մտածող մարդիկ։ Գիտեմ, որ գրառումը բազմաթիվ ուժերի հետևորդների դուրս չի գալու, որովհետև իրենց սրտով չի։ Ասեմ, որ իմ սրտով էլ չեն շատ թվեր, բայց օբյեկտիվության սահմաններից դուրս գալ չենք կարող։ Սա մեր հաշվարկներն են այն բազմաթիվ մանիպուլյատիվ թվերի փոխարեն, որոնք տարբեր ուժեր վիճակագրության անվան տակ կերակրում են հանրությանը։ Ատելության խոսքը գրառման մեկնաբանություններից հեռացվելու է։ Հետգրություն։ Եթե հասակ այս տողերին, ապա խնդրում եմ նաև ձեր ներդրումը ունենալ տարածման գործում։ Սա մտածող մարդկանց հասցնելը ելի մեր բոլորիս ուժերով է հնարավոր։ Աստված սեր ու համերաշխություն տա իրար չհանդուրժող մեր ազգին։ Ընտրություններին ընդառաջ կազմակերպված հարցումների արդյունքների մասին իր Facebook-յան էջում գրում է Տաթևիկ Հայրապետյանը։ Ուրեմն արդեն քանի օր է, ինչ հարցումների ամփոփում եւ ընտրությունների վերլուծություն Եվրոպայում կոչվող Europe Elects աղբյուրը հղում անելով Braille-vis հարցումների մի սանդղակ է տարածում, որտեղ իշխող Կանդենք պետությունը կուսակցությունն ունի 65% ձայն, գրում է Տաթևիկը։ Սենց կեղծիկ Եվրոպայում տեսած չկան։ Սա ուղղակի տեղեկատվական ու հոգեբանական պատերազմ է, իսկ գիտեք կեղծիքը որն է։ Այդ տոկոսները հաշվելիս մոռացել են նկատի ունենալ, որ 1551 հարցվածների 51%-ը հրաժարվել է պատասխանել կամ ասել է, որ դեռ որոշում չունի։ Հասկանում եք, սա ինչ կարգի զզվելի կեղծիք է։ 1551 մարդուց միայն 494-ն են նշել, որ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին, ու սա տարբեր արևմտյան լրատվամիջոցներով են տարածում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել։ Սիրելի ՀՀ քաղաքացի, անպայման գնա ընտրության հունիսի 7-ին։ Թույլ մի տոր, որ տարբեր ուժային կենտրոններ իրենց պետական շահից ելնելով փորձեն մեր երկրի հաշվին հարցեր լուծել կամ մեր փոխարեն որոշում կայացնող լինել, որ կենտրոնն էլ դա լինի։ Բրյուսել, Մոսկվա, Անկարա, Բաքու թե Վաշինգտոն։ Քո գնալով, քո որոշումը կայացնելով բոլորին ցույց տուր, որ Հայաստանի հետ կապված հարցերը լուծվում են ոչ թե այլ երկրների մայրաքաղաքներում, այլ հենց ՀՀ-ում։ Վստահեցնում եմ, քո որոշման հետ բոլորն են հաշվի նստելու։ Ընտրություններին ընդառաջ իրական լուրերի վերջին թողարկումը ձեզ ներկայացրեց Ազգ նախաձեռնության անդամ Ստելլա Հովսեփյանը։ Ընտրություններից հետո մենք թողարկումները կշարունակենք ներկայացնել այլ ձևաչափով, սակայն նույնքան անաչառ եւ իրական։ Մասնակցիր ազգային ժողովի ընտրություններին, սիրելի հայրենակից, դեր կանգնիր քո ձայնին, թույլ մի տուր, որ քո ձայնը տնօրինվի ուրիշի կողմից։